Ուրեմն մի փոքրիկ պատմություն կիրովականցիների կյանքից։ Լոռեցիները, ինչպես գիտեք, միամիտ մարդիկ են։ Էս աշուն տղամարդկային պրոբլեմներ ունեցա։ 80 տարին չոքեց դուրս, ինչ կար չկար թափվա բուրս։ Երևանում ասին մի տղամարդ ու ծանոթ լավ բժիշկ կա, քինա հալբատ մի բան ասի դզվես տղամարդկությունդ վերականգնվի։ Էնա հելա քինացի, հիվանդանոցը կթա, պահակին խնդրեցի, որ տանի բժիշկի մոտ։ Դու մի ասա, էտ օրվա հիվանդանոցի պահակը իմ նման շաշլորեցիա։ Ես ախմախը փոխանակ ինձ տանի տղամարդ ու բժիշկ Մաթևոսի մոտ, տանմա ոսկերիչ Մաթևոսի մոտ։ Էնա քինացի տենան բուֆետում նստա սպիտակ խալատը հագին արաղա խմում։ Բարևեցի նստեցի դեմ ու դեմ։ Ես ախմախը բատի նայեց, ասեց ապրանքը հետը տա։ Ասի չասկացա որդի, վրեսա։ Ասեց չասկանալու ինչ կա, մի հանին նայեմ։ Ասի պի, ես կան մարդու մոտ։ Ասեց այդա, կես թվում է ես մարդիկ տը հենց ապրանքներ են տեսա։ Մեր կողքի պալատի հիվանդը ապրանք ունի, 200 տարեկանա։ Ժամանակին սրա ապրանքը Ռուսաստանի թակուին ծերին է կապացել է։ Ասի ծերին է կապացել է։ Ասես լսի, քու ապրանքը հոգողացած չի։ Ասի չէ, Մաթևոս ջան, հալալ զուլալ հորս վիպուս կնա։ Ասես դա ուրեմ բախտը անցել է։ Լսի ասեց ոսկի է։ Մաթևոս ջան ասի ոսկի էր, հեմի ժեշտա դարե։ Ասեց ուրեմը դրա գույնը խամրած կլի։ Վաղ իրմի կկապեմ ստանոք, իմ պալիրովկա կանեմ կտամ։ Ասի պալիրովկա անես։ Ասեց նիհից կանեմ, որ որակը չի կորի։ Ասի Մաթևոս ջան, կարևոր գործերը դու արա։ Հենա կինամ տուն, կնիկս շապատը մեկ փայլասկիլի։ Ասես լսի, դու գործանելուց ապրանքդ հանում ես, թե չէ։ Ասի այդա պապուտ տարիքին մարդը մի տես ես տալի։ Բա որ չհանեմ էդ գործը ոց պիտի անեմ այդա։ Ասեց հանելը ճիշտ է։ Հանելը ճիշտ է, ես էլ որ գործ եմ անում, հանում եմ տալում եմ կնգանս կնիկս դնում է գարդիրոպի մեջը։ Թե չէ պատահում է մեկ գործանելուց, ծրվում է, խազեր ալում, են օրը մեկի ապրանքը հազիվ ասմա չակուչով դզեցի, ասի չակուչով, Մաթևոս ջան ասի, ես ապրանքս դզելու պան չի, 80 տարվա է, համել բիջա մարդ եմ, վախում եմ չակուչին չդիմանամ։ Ասեց բիջա, հու ապրանքը քարովա թե չէ։ Ասի քարը որն է այդա։ Ասեց պի, ապրանք կա, գլխին ես չապսի բրլենդից քարալնում։ Ասի բայց դա կարևոր, հա, մեր ցեղումը բոլորին առանց քարա։ Ասեց աչքի համար դուրեկանա։ Են օրը բաջանաղից աղջկա հարսանիքներ, մարդու կնիկ քինացինք իմը քարով, կենգանս քարով, մի հատ էր թազեն սարկել էի, կնիկս վզովներ կծե, այդա ծերրիս էին տանեմ, ծերրիս էին տանեմ։ Ասի, Մաթևոս ջան, մի բաշակ պանից հասկանանք, ես կես հասկանում չեմ, ասեց բիջա ջան, ապրանքը թանի թող, 2 օրից կգաս, պատրաստի կտանես, ասի Մաթևոս, բա որ դուս չգա, ասեց պատահում է, մեկ դուս չի գալի, մի քիչ թքոտում ես, քաշում ես պլստալեն դուս է գալի։ Ասի Մաթևոս ամաչում եմ,
ասեց Բիզա ջան, թե ամաչում ես, թաքուն հանի, սեղանի տակիցը դիճերիս մեջ։ Ասի Մաթևոս, բավոր դուս չգա, ասես դու թկոտի, դիճերիս մեջ ես կաշեմ պլստանին դուս կգա։ Ժողովուրդ ջան, դուք տենայիք Մաթևոսի աչքերը, երբ որ բանը հասավ քաշելուն։ Ես ախմախի ծրը որ գնաց արաղի շշին, սատանեն ինձ ասեց բիծա փախեի։ Ես իմ ճայր վաղտը հենց վազած չկայի, ենա հելա ու կրոս, վազում եմ դպատոն։ Միտեղ որ կայնեսի շունչ քաշեմ, ինձ նման մի պարավ կին մոտեցավ ասեց, եղբայր ջան, այդ թանգաժեք ապրանքտներ սկիզ կգյուղանան։ Ենա վազելով եկա տուն, կնիկս ուրախ ելավ դեմս, ասեց, հը, հրուստալ, ինչ ասեց Մաթևոսը, ասի, պարավ ջան, արի կլնի ես թկոտ եմ հանեմ տամ կեզ, տարդիր գարդիրոպի մեջ, ես ապրանք էլ, հարսանիքի պետ չի։ Շնորհակալություն։